2016 թվականի հուլիսի 17-ը հայոց նորագույն պատմության մեջ կնշվի որպես հերոսական ապստամբության օր, երբ հայրենասերների մի խումբ որոշեց դիմադրել այն համակարգին, որը տարիներ շարունակ ճնշել, կեղեքել, թալանել ու դավաճանել էր հայ ժողովրդին։ Մեր ժողովրդին կոչ ենք անում միանալ ապստամբությանը, ոտքի կանգնել և ապահովել Հայաստանում արմատական փոփոխությունների ընթացքը։ Այո, Սասնա Ծռեր ապստամբական խումբը, հայրենասեր այս մարդիկ դիմեցին զինված ապստամբության, ազատագրելով ոստիկանության ՊՊԾ գունդը, ուժային այն կառույցը, որը օրվա ռեժիմի հիմնական մահակն ու ճնշման գործիքն էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ։ Տարիներ շարունակ այդ կառույցը դարձել էր փողոցում մարդ ծեծելու, խաղաղ ցույցերը ջրցանով ցրելու, քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու գործիք։ Գաղութացված Հայաստանը նախ ներսից ազատագրելու համար հայրենասեր տղաների այս խումբը սեփական կյանքից վեր դասելով հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը դիմեց ապստամբական քայլի, իր շուրջը համախմբելով հայ ժողովրդի լայն շերտերի։ Հուլիսի 17-ից հետո մեզանից շատերը թեկուզ կարճ ժամանակով, բայց ապրեց ազատության այն զգացումը, որը երկար տարիներ կոտրված էր։ Մարդիկ զգացին, որ վախի պատնեշը կարելի է ճեղքել, որ արժանապատվությունը կարելի է վերադարձնել և որ քաղաքացու ձայնը կարող է նորից լսելի դառնալ։ Դա հանրության լայն շերտերի մեջ առաջացրեց անկախության, ինքնավարության և սեփական ուժերի նկատմամբ հավատը։ Բայց այդ ամենը չհանդուրժեցին ոչ նախկին, ոչ էլ ներկա ռեժիմները։ Երկուսն էլ նույն արագությամբ վրեժ խնդիր եղան, բանտարկելով ապստամբներին։ Ինչու՞, պատասխանը պարզ է։ Օտարի առաջ վերից վար նսեմացած ու ծնկած ռեժիմը պարզապես չի կարող հանդուրժել այն մարդկանց, ովքեր քայլում են արժանապատվությամբ, առանց վախի, առանց խոնարհվելու։ Այդ պատճառով էլ 2018 թվականի կեղծ հեղափոխությունից հետո ժողովրդի ճնշման արդյունքում Սասնա Ծռերի խափանման միջոցը փոխվեց և նրանք ազատ արձակվեցին, բայց դա երկար չտևեց։ 2022 թվականի մայիսի 28-ին երկրի համար տոնական ու խորհրդանշական այդ օրը նիկոլական ռեժիմը բանտարկեց ապստամբների մի մասին, ապացուցելով իր ստոր էությունը։ Փաշինյանի պես վախկոտ տեսակի համար ապստամբ տղաները ուղղակի ահ ու սարսափ են։ Այդ պատճառով էլ մոտ 10 տարի բանտում է Սմբատ Բարսեղյանը, ով սեփական կյանքի ամենաերիտասարդ տարիներն է զոհաբերում հայրենիքի համար։ Նույն պատճառով էլ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Գյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը շուրջ 6 տարի ճաղերի հետևում են։ Այս տարիները կրում են ոչ միայն անձնական, այլև ազգային նշանակություն, որովհետև Սասնա Ծռերի ապստամբությունը 2016-ին ուղղված էր ոչ միայն մեկ անձի Սերժ Սարգսյանի, այլև ամբողջ համակարգի դեմ։ Այն, որ այս կեղծ ժողովրդավարը, բայց իրականում փոքրիկ բռնապետիկը շարունակում է ապստամբներին պահել բանտերում և օրեցօր ավելացնել քաղբանտարկյալների թիվը Հայաստանում, ինքնին ցույց է տալիս, որ ռուս-թուրքական համակարգը, որի դեմ ապստամբել էին Սասնա Ծռերը, ոչ միայն չի քանդվել, այլև փոխել է բնույթը, բռնելով թուրքական ուղղություն, և հենց այդ թուրքական դաշտում էլ այս խամաճիկը խաղում է իր խաղերը։ Այս համատեքստում Սասնա Ծռերի ազատությունը դարձել է չափորոշիչ այն բանի, թե իրականում ով է վերահսկում Հայաստանը։ Ապստամբների մեծ մասն ապօրինաբար պահվում են Նուբարաշենի բանտի ամենածանր պայմաններում՝ խոնավ խցեր, սահմանափակ մաքուր օդ, հաճախակի դարձած տեղափոխություններ պատժախցեր։ Այս պայմաններում տղաների մի մասը ձեռք է բերել առողջական խնդիրներ, մյուսների մոտ դրանք ավելի են խորացել։ Այսօր բուժման խիստ անհրաժեշտություն ունեն Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը։ Տղաների առողջությունը լրջորեն վտանգված է։ Գագիկ Եղիազարյանն ու Արեգ Գյուրեղյանը զրկվել են իրենց երեխաների մանկության ամենակարևոր պահերին ականատես լինելու հնարավորությունից։ Նրանց առաջին քայլերը, առաջին բառերը չտեսնելով ու չլսելով։ Սա միայն անձնական կորուստ չէ։ Սա հստակ պատկեր է անարդարության և ճնշման մասին։ Այնուամենայնիվ, մտավորական և պետական գործիչ Վարուժան Ավետիսյանը, չնայած բանտային ճնշումներին, շարունակում է աշխատել գալիք սերնդի համար։ Նա գրել է գիրք և հոդվածների հավաքածու,
պետականաշինության հիմքերի մասին, որտեղ ամփոփված են նրա փորձառությունն ու գնահատականները։ Այս աշխատանքը ծառայելու է որպես ուղեցույց եւ օրինակ նոր սերնդի պետական գործիչների համար, նրանց պատրաստելով կառուցել պատասխանատու եւ ուժեղ պետական համակարգ։ Ռեժիմի դատաիրավական համակարգը Սասնա ծռերի ապստամբությունից շուրջ 10 տարի անց որոշեց նրանց նկատմամբ նաև դրամական տուգանքներ կիրառել, իբրև 2016 թվականի գործողությունների ճակերտավոր նյութական վնասի փոխհատուցում։ Սա ոչ միայն ծիծաղելի է, այլև բացահայտ ցույց է տալիս դատական համակարգի խորապես պատժողական եւ քաղաքական բնույթը։ Սերժ Սարգսյանի ռեժիմը ի սկզբանե ապստամբներին բաժանել էր 3 խմբի։ Առաջին խումբն արդեն բանտում է, իսկ մյուսների նկատմամբ դատավարությունները դեռ շարունակվում են։ Տասնամյակներ տևող լարվածության, առողջական խնդիրների եւ բուժման հնարավորությունից զրկված լինելու պայմաններում։ Սասնա ծռերի հարցը ոչ միայն քաղաքական ու քրեադատավարական է։ Սա պետական ինքնիշխանության, ազգային արժանապատվության եւ այն մասին է, թե արդյոք Հայաստանը երբևէ կարող է դուրս գալ օտար ուժերի վերահսկողությունից։ Մինչ ապստամբները բանտերում են, ոչ մի իշխանություն չի կարող բարձրաձայնել ազատության, արդարության կամ հեղափոխության մասին։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, պահելով Վարուժան Ավետիսյանի տեսակին բանտում, ոչ միայն գործում է որպես թուրքական հրահանգների կատարող, այլև մաս առ մաս հանձնում է մեր հայրենիքը եւ պետականությունը, ցուցադրելով, որ այս իշխանությունը ոչ միայն խոնարհվել է օտար ազդեցության առաջ, այլև ամբողջությամբ շարունակում է ենթարկվել օտարի շահերին։ Միացիր այս թելեթոն դրամահավաքին եւ դարձիր Հայաստանի վերածննդի մի մասնիկը։